Պարոն Բագրատյան, առաջիկայում Հայաստանում մեծ կարևոր քաղաքական իրադարձություն է տեղի ունենալու ամռանը, խորհրդարանական ընտրությունները 2026 թվականի, դուք առաջադրվել եք որպես պատգամավորի թեկնածու։ Այո, ես առաջադրվել եմ եւ վարչությունը հաստատել է։ Այո, վարչությունը հաստատել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում։ Իսկ դուք առաջիկայում նաև սպասվում է, որ կուսակցությունում պետք է 1000 պատվիրակների միջոցով քվեարկեն եւ 50 առաջին 50 համարին ընտրեն։ Ձեզ տեսնում եք այդ առաջին 50 համարը։ Կախված է մեր պատվիրակների մոտեցումներից, որովհետեւ տեսեք, պատվիրակներ կան, որոնց համար կարևոր է գիտելիքը, պատվիրակներ կան, որոնց համար կարևոր է փորձը, պատվիրակներ կան, որոնց համար կարևոր է արդյունավետ աշխատանքը, նաև ակտիվությունը, այս իմաստով պետք է համեմատել կարողանալ, բայց ամենադժվարը դուք ես կողքից տեսնելու հնարավորությունը, որովհետև կարող է մեզ թվալ, թե մենք բոլոր աշխատանքները ճիշտ կատարում ենք, պարզվի, որ դա այնքան էլ այդպես չէ, այսինքն միանշանակ չի, որ դու կարող ես քո մասին ճիշտ կարծիք ունենալ, որովհետև 1000 դուք նշեցիք շուրջ 1000 պատվիրակ, դա լուրջ թիվ է եւ տարբեր սոցիալական խմբերում ընդգրկված պատվիրակներ կան, տարբեր տարիքային խմբերում, տարբեր մոտեցումներով գնահատելու իրենց կարողությամբ, տարբեր են եւ վստահ ասել, որ որտեղում կլնես լուրջ չի։ Տեսեք, այս տարի առաջին անգամ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս կերպ է կազմելու իր ցուցակը, ինչ է կարծում, արդյոք սա արդար որոշում է մյուսների հանդեպ, որովհետև 280 առաջադրված թեկնածուներից ֆիլտրվել է 280-ն է, 280-ից հիմա պետք է ընտրվեն առաջին 50-ը, սա արդար է մյուսների հանդեպ։ Տեսեք, այսպիսի խոսք կա, չէ՞, ժողովրդավարությունը լավագույն մոդելը չի, բայց ավելի լավ դեռ մարդկություն չի ստեղծել։ Այսինքն դուք պատկերացրեք, որ մարդկանց մի հոգի շարի հարթականությամբ։ Ես վստահ եմ, որ որևէ մեկը գող չի լինի, որովհետև երրորդ տեղը ասի ես կարող եմ երկրորդը, հինգերորդը ասելու ես չորրորդը կարող եմ, բայց երբ որ ընտրում են, քո ասելիքը շատ քիչ է մնում, որովհետև դու պետք է կարողանայիր այնպես դրսևորել քեզ, որ ընտրվեիր։ Նախկինում էլ այլ ձև է եղել, հիմա նախկինների հանդեպ էլ այդպես արդար չի լինի, նախկին ԿՊ-ի նկատի ունեմ։ Չէ, տեսեք, այստեղ արդեն նախկին ԿՊ ներկա ԿՊ-ի մասին չի խոսքը։ Խոսքը հետևյալի մասին է, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում դրվում է պրայմերիզի գաղափարը։ Այսինքն ներկուսակցական պայքար, որի արդյունքում կձևավորվի մի ցուցակ, որը կլինի համեմատաբար արդար, որովհետև բացարձակ արդարություն որևէ հարաբերության մեջ չկա։ Միշտ էլ լինելու են նեղած ծուղներ, միշտ էլ լինելու են մարդիկ, որոնք գտնելու են, որ իրենք ավելի լավ տեղ կարող էին գրավել, բայց այլ տարբերակ դուք պատկերացրեք, որ որևէ ձևով դուք ասեք ցուցակ կազմելու ձևը, ես ասեմ, որ դա ավելի վատն է, քան այս։ Վստահաբար պրայմերիզը լավագույն տարբերակն է այս պահին գործող եւ իհարկե ճիշտ կլինի, որ քաղաքական ուժերը հետևեն այդ ընթացքին, որտեղ շատ հետաքրքիր մոդել է դրվում եւ քաղաքական գործիչը իսկապես արդեն պատասխանատու է դառնում ընտրողի առաջ, իսկ ամենաբարձր պատասխանատվությունը ընտրողի առաջ պատասխանատվությունն է։ Նշանակող առաջ պատասխանատվությունը բարձր չի լինում, իսկ ընտրողի առաջ դու պատասխանատու ես ընտրության ողջ ընթացքում, այն շրջանի համար 5 տարվա համար դու պատասխան պետք է տաս այն մարդկանց, ովքեր քեզ ընտրել են եւ ցուցակում եւ հետագայում, եթե ազգային ժողովի ընտրություններ նույնպես կասես, արդեն կրկնակի պատասխանատվության ինստիտուտ է ներդրվում։ Պարոն Բագրատյան, տեսեք, այս ընթացքում ինչքան որ դուք աշխատել եք եւ ինչ աշխատանք ծավալել եք այս 5 տարիների ընթացքում, արդյոք դրանից հետո ձեզ արժանի համարում եք, որ լինեք հաջորդ գումարման ազգային ժողովում, ներողություն, եթե այս հարցով ձեզ կվիրավորեմ, բայց արդյոք ձեր գործունեությունը այդքան արժանահավատ է հասարակության աչքի առաջ, որ ձեզ մի հատ էլ պետք է ընտրեն։ Հարցը ուղղակի ճիշտ չեք ձևակերպում։ Օրինակ վարչությունը նույն հարցը ինձ տվել է շատ ավելի կոռեկտ, ասեն, ինչու եք ցանկանում վերընտրվել։ Դուք արժանի եք որ լինեք։ Հիմա արժանի լինելը հետևյալն է, արժանի լինելը ինչպես եք դու եթե ասեք դուք վաստակել եք այդ հնարավորությունը, թե ոչ ես կհասկանայի, արժանի լինելը ոչ ոք չի կարող ասել։ Դա միայն քաղաքացիներ կարող ասել եւ ընտրողը։ Իսկ վաստակել եք այդ իրավունքը, թե չէ, ես ասում եմ, իմ օրենսդրական աշխատանքը բոլորի աչքի առաջ է, ես բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ եմ, միջազգային կառույցների Սևծովյան տեսական համագործակցության բոլոր
բոլոր միջոցառումներին եւ նաեւ բոլոր նիստերին եւ լիագումար նիստերի մասնակցությունը եւ ազգային ժողովի մասնակցությունը եւ հարց ու պատասխան եւ ելույթների տեսքով բոլոր տեսաների են եղել, ասենք դու կարող ես ասել ես արել եմ հնարավորը։ Հիմա ինչ ես ուզում շարունակել հարցը, իմ համար էական է, որովհետեւ ես տնտեսական հարաբերություն, ես լինելով տնտեսագիտության դոկտոր, շատ բաներ եմ տեսնում, որ դեռ մենք պետք է անենք, շատ օրենսդրական նախաձեռնություններ, որ դեռ չենք հասցրել, որովհետև գիտեք տպավորությունն է, որ դու կարող ես կարճ ժամանակում այդ խնդիրը լուծել, բայց իրականության մեջ ինքը շատ երկար ինստիտուցիոնալ քննարկում պիտի ունենա։ Մի տնտեսական մի օրենք փոխելը շղթայական կարող է հարվածել բազմաթիվ տնտեսվարողների։ Հետևաբար դու պետք է եւ դա հաշվարկանես, եւ դա միջազգային փորձը ներառես եւ կարողանաս տեղայնացնել, որ քո տնտեսվարողները հաշվի առնելով նրանց, ասենք, փակ սահմանները եւ այլ կարողանան ազատ աշխատել։ Այս բոլորը հաշվի առնելով ես գտնում եմ, որ ճիշտ է այդ աշխատանքը անընդհատ շարունակական է, այսինքն ինքը մի օր չի ավարտվի, որ այս օրենքներն էլ ընդունենք, տնտեսության համար ավարտվում չկա նման բան, որտեղ տնտեսությունն ամեն օր նոր հրամայական, նոր պայմաններ են ի հայտ գալի եւ դու պետք է դրան համապատասխան օրենսդրությունը փոփոխես։ Այս իմաստով ես տեսնում եմ, որ ես շատ անելիքներ ունեմ, անձամբ ես, որ տնտեսական օրենքները անդադ կատարելագործվեն, ավելի պարզեցվեն, դինամիկ դառնա, պարզ քաղաքացու համար շատ հասկանալի լինի այդ օրենքը, որ ցանկացած մարդ որ ցանկանում է զբաղվել բիզնեսով, շատ 1-2 նախադասությամբ հասկանա, թե ինքը ինչ պետք է անի։ Այսինքն օրենքների պարզեցնելը ես համարում եմ իմ կարևորագույն առաքելությունը, որոշ հարցեր մենք այդ ուղղությամբ բարել ենք, բայց դեռ անելիքներ շատ կան։ Այդ իմաստով շարունակելու ցանկություն կա, բայց դա այդ վստահությունը պատվիրակները կփոխանցեն կամ հետագայում արդեն քաղաքացիների կվստահեն, դա կյանքը ցույց կտա, որովհետև չի կարելի ճանապարհ որոշել գուշակություններ անել, դա անթույլատրել է, քաղաքացին կորոշի քո աշխատանքը։ Իսկ ԿՊ-ում ձեզ էլ ինչ հարցեր են տվել։ Դե որ փակլիստեր սա ասացի, որ հարցի ձևակերպան ավելի լավ ձևեր այդ իմաստով ասացի, որ դուք հաջորդ հարցերը այս մենք իրարից սովորում ենք, նես չի որ ես ամենագետ եմ կամ դուք եւ ձեր հարցը ինձ ավելի շուտ հիշեցրեց, որ հարցի ձևակերպման այս ձևը, որ ինչու եք ուզում, էլի շարունակել, չէ, հետաքրքիր ասել, բարդ աշխատում։ Ինչու է։ Այո, հա, այդ հարցը ես պատասխանել եմ եւ պատասխանել եմ հենց այդ ձևով, որ շարունակելու օրենսդրական նախաձեռնությունների հնարավորություն շատ բաց կա, որը ես կցանկանայի անընդհատ լրացնել։ Բնականաբար մենք մեր մտքերը երբ որ փոխանցում ենք, ամեն ինչ չի որ կառավարության համար ընդունելի է լինում։ Այսինքն կառավարությունը գործադիր ունի իր քաղաքական գիծը, իր տնտեսության նկատմամբ քաղաքականությունը, որ կարող է չհամապատասխանել քո կարծիքներին, բայց մեր բանավեճում ստեղծվում են լավ օրենքներ։ Այդ բանավեճի մեջ փոխադարձությամբ իրար հարգելով վերջը բանավեճը բերում հասնում է մի օրենքի նախագծի, որ իսկապես կյանքում ցույց է տալիս, որ իսկապես քաղաքացու կյանքը բարելավվեց։ Իսկ ինչպես է գնահատում ձեր շանսերը, արդյոք 1000 պատվիրակները ձեզ պատրաստ են համապատասխան թվով ձայներ տան, որ դուք հայտնվեք այդ 50 հոգու ցանկում։ Ամենադժվարը հարցն եք տալի, գիտեք, ասենք, հիմա բեզանից որևէ մեկը կարող է ասել, նույնիսկ իր միջավայրում, նույնիսկ իր կոլեկտիվում, մարդիկ, որ քվեարկեն փակ գախտի, արդյոք ձեզ կքվեարկեն կամ ներողություն ձեզ ընդհատեմ, падգամավորներից մեկն ասեց, մի անգամ քվեարկել են, դարձել են վարչության անդամ, պետք լինի մի հատ էլ կքվեարկեն, օրինակ պետք լինի ձեզ կքվեարկեն, որ դուք մտնեք։ Ես նման մոտեցում չունեմ, ես չգիտեմ ով այդպես ասել, ես գտնում եմ, որ բոլոր ընտրությունները իրենք ունեն շատ հետաքրքիր վերլուծության հնարավորություն եւ ոչ մի ընտրություն դու չես կարող գուշակել։ Ոչ մի ընտրություն, կյանքում որևէ ընտրություն գուշակելի չի։ Կարող ես որոշակի կարծիք ունենալ, որը հիմնավոր չի, որովհետեւ դու չես կարող 1000 քաղաքացու, 1000 պատվիրակի ներքին հայեցողությանը տիրապետել, թե կարծիքին, նրա մոտեցումներին։ Չեք փորձելու համոզել որևէ մեկին ձեզ ձեռնտու։ Կարիք չկա, որովհետեւ ինչ պիտի համոզել։ Օրինակ ԿՊ վարչությունը։ Չէ, թույլ տալու չէ։ Հիմա տեսեք, մենք միասին աշխատում ենք, падգամավորները նույնպես ընտրողներ են։ Հիմա ես իմ կողքի նստած падգամավորին ասեմ, դու ինձ ընտրի, ասեք, ինչքանով է դա կոռեկտ։ Եթե իրեն գտնում են, որ դուք ճիշտ եք աշխատում, անպայման կընտրեն։ Իսկ այստեղ խնդիր կա պատվիրակների այն մասի հետ, որոնց միգուցե падգամավորներին չեն ճանաչում կամ ասենք գործադիր անդամներին չեն ճանաչում։ Այդտեղ խնդիր կա։ Այդտեղ պետք է իրանք ժամանակ ծախսեն այլ մեզ ճանաչելու իմաստով, որովհետև կարող են շատերին չճանաչել եւ դժվար է որ 50 հոգու պետք է ընտրի մարդը, դժվար է որ 50 հոգու դու ճանաչես։
Այսինքն այդտեղ խնդիրը ես տեսնում եմ, որ պատվիրակները կարող են հաճախ շփոթել, նաև չիմանալ թե որը ինչ ակտիվությամբ է աշխատել, որտեղ բոլոր չի որ հետևում են ազգային ժողովի աշխատանքներին կամ ի վերջո չէ որ ազգային ժողովից դուրս էլ կան շատ տեխնացուներ, նաև նրանց աշխատանքի մասին կարող են չիմանալ, ասենք պայմանական ասենք Էջմիածնից ուսուցչուհի է առաջադրվել, հիմա Մարտունու պատվիրակը կարող է չճանաչել ուսուցչուն, ես այստեղ մի քիչ խնդիր եմ տեսնում, ասենք ճիշտ ընտրության այդ իմաստով, որտեղ կարող է իսկապես ուսուցչուհին շատ ավելի արժան է լինել, քան որևէ падգամավոր կամ որևէ նախարար, բայց ճանաչելիության իմաստով մենք այդտեղ մնում է միայն որ սոցցանցերում ակտիվ լինեն այդ ձևով ճանաչեն, չգիտեմ։ Կարծում եմ նման խնդիրներ կլինեն, բայց դե ուրիշ ձև չեմ տեսնում որ այլ կերպ առաջարկեի, որ ես իմանայի այլ ընտրության ավելի լավ ձև հաստատ կառաջարկեի։